Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, CVK-ի տաղավարում այսօր հյուրընկալել ենք Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Հասմիկ Հակոբյանին։ Բարև ձեզ Տիկին Հակոբյան։ Շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Հակակոռուպցիոն կոմիտեն շարունակում է ընտրակաշառքի գործերի վերաբերյալ բացահայտումներ անել եւ այս անգամ միասնության թևերից են ձերբակալվածները, նրանց անունից ամենայն դեպս հանդես եկող մեկը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել։ Անմեղության կանխավարկածը չխախտելով, սա այն կուսակցությունն է, որ աղաղակում էր, սահմանադրական դատարան էին նույնիսկ դիմել, որ ընտրությունները կեղծվել են եւ այլն, խնդրեմ ձեր մեկնաբանությունը։ Սա նաեւ այն կուսակցությունն էր, որ ապատեղեկատվություն էր տարածում կապված սահմանների փոփոխության հետ, որը ապացուցվեց, որ սուտ է։ Սա այն կուսակցությունն էր, որը մի գրադարանավարի մի խոսակցություն էր շահարկում, սեփականը հանցագործությունները մոռանալով փաստորեն։ Ինչ կարող եմ ասել, արդեն երկրորդ դեպքն է, երբ որ զինծառայողների հետ կապված միջադեպը շահարկվում է, սրանք պետք է հասկանան, որ պետք է հեռու մնան առհասարակ բանակից ու զինվորականից, չափականեն այդ դաշտը իրենց ներկայությամբ, հիշում եք քվեարկությունը զինվորների եւս շահարկման առիթ դարձավ արդեն ուժեղ Հայաստանի կողմից, իսկ որ սրանք եւս կարող են ներգրաված լինել նման գործելավոճում, ես չեմ զարմանում, չէ՞ որ սա եռագլխի պոչն է եւ չէր կարող մինչ պոչը չի թողել եռագլուխը, չէր կարող պոչը չլիներ եռագլխի նման ուրեմն ենթադրյալ հանցագործ։ Սա կարող եմ ասել, նաև տարօրինակ էր այս շրջանում միասնության թևերի լռությունը, որովհետև որևէ հայտարարություն չկար։ Ես անգամ որոշ ընդդիմադիրների հայտարարությունների ծանոթացա, որտեղ քննադատում էին, որ որևէ կերպ դիրքորոշում չեն հայտնում եւ սահմանադրական դատարանի եզրակացությունից հետո հատկապես որևէ ծպտուն դուրս չի գալիս Թաթոյանից, վստահաբար գիտեր, որ նման հայտարարություն է լինելու, դրա համար փորձում էր լուռ մնալ։ Գագիկ Ծառուկյանը հաղորդումից քիչ առաջ տեղեկացանք, որ հայտարարությամբ է հանդես եկել, իր Facebook-յան էջում էր տեղադրված, երկար մի հայտարարություն էր, բայց այստեղ անդրադառնում է ձեռնարկությունների կասեցմանը եւ ասում, որ սա անում են իրենց ցավ պատճառելու համար։ Ես կխնդրեմ, ասեք ձեռնարկությունների աշխատողների հետ կապված, որտեղ վարչապետն էլ ասաց, որ կքննարկեն, որ աշխատողները ելի պետք է շարունակեն աշխատել։ Ինչի համար է արվում այս հայտարարությունը։ Ես ցավում եմ, որ որևէ ձեռնարկությանը կպնելն է իրենց ցավ պատճառում, շատ այլ բաներ կա, որ պետք է իրեն ցավ պատճառի, օրինակ պետության դեմ ինչ-որ քաղաքական ակտիվությունը, դա պետք է ցավ պատճառի։ Հետո նաև հայտարարությունում Ծառուկյանը խոսում է այ Հիսուսի արձանի հետ կապված, շինհրապարակում է մտքով, դա իրեն նաև ասում է ցավ պատճառում, բայց գիտեք, պետք է նախ եւ առաջ շատ անարդար է, ես մանկուց հիշում եմ այդ անարդարության զգացումը, օրինակ ես ունեի, որ որևէ հարուստ մարդ տարբեր հանցագործություններ է կատարում, բայց մի եկեղեցի կառուցելով, մի բարեգործություն անելով փորձում է ջրել իր մեղքերը, ինչը անարդար է եւ անազնիվ է այն մարդկանց հանդեպ, որոնք չունեն այդ նյութական միջոցները ու չեն կարողանում, այսպես ասած, ջրել իրենց հանցագործությունները։ Եվ հիմա Ծառուկյանը մտածում է, որ այս հին ժամանակներն է դեռ, մինչ հեղափոխական եւ կարող է որևէ նման միջոցով փորձել կոծկել այն արարքները, որը իրեն վերագրվում է եւ որոնք հնարավոր է, որ նաեւ ճիշտ է, շատ հավանական է, որ ճիշտ է։ Եվ պետք է այս առհասարակ այս գործելավոճը թողնեն էլի մարդիկ, որովհետև բարեգործությունը ոնց որ իր արժեքը կորցրած լինի մեր ժամանակներում, որևէ մեկը որ բարեգործություն է անում, ել չեն վերաբերում ինչպես օրինակ Քրքոյանի արած բարեգործություններին, օրինակ, որ մարդը ուղղակի մեծահարուստ էր եւ ուզում էր իր երկրին, իր ազգակիցներին աջակցել, այլ ինչ որ բան են անում, որովհետեւ կամ պարտավորված են, նրանց հրահանգել են անել, փայտալ, հա, որոշակի կամ ինչ որ բան են ուզում ջրել։ Մենք հիշում ենք, որ Ծառուկյանը դեռևս հայտնի էր այն հայտնի եկեղեցու կառուցմամբ եւ հիշում ենք նաեւ այն ուրեմն մեղադրանքը եւ ոչ միայն ապացուցված կարծեմ մեղադրանքը եկեղեցում տեղի ունեցած, հա, երիտասարդ տարիներում Ծառուկյանի արկածախնդրությունների, որը հանցագործություն էր։ Հիմա չեմ ուզում նույնիսկ հիշատակել, բայց չի կարելի չէ եկեղեցում տենց պիղծ հանցագործություն կատարել, հետո եկեղեցի կառուցել, հետո օրինակ համատարած ընտրակաշառք բաժանել, հետո ասենք բան անել, Հիսուսի արձան կառուցել ու ասել սա քաղաքական հետապնդում է։
Դե Ծառուկյան, մեղադրանք, բայց այդուհանդերձ աշխատակիցների բողոքի ձայնը որոշակի արդարություն են, հա, իրենք ուզում, իրենք մտահոգություն ունեն, որ անգործ կմնան, հա։ Ես դա լսել եմ, բայց նաև պետք է լսել վարչապետի հայտարարությունը սա հետ կապված։ Վարչապետը հայտարարեց, որ բոլոր աշխատակիցների, աշխատավորների իրավունքները կհարգվեն, այնպես որ թող չմտահոգվեն մեր քաղաքացիները, բայց նաև պետք է պետականամետ լինել ու հասկանալ, որ այո, միգուցե այնպիսի տեղ են աշխատում, որը որ ենթադրում է ինչ որ մի հանցագործության շրջանակում, հա, ինչ որ գործողություն է կատարվում եւ պետք է նախ եւ առաջ պետության շահի մասին մտածել, իսկ անձնական իրենց հարցերը, որպես աշխատող իրենց իրավունքները վարչապետն է հայտարարել, որ կհարգվեն։ Նայեք, թե Ծառուկյանի, Ռոբերտ Քոչյանի, վերջերս կալանավորված Արեգնազ Մանուկյանի, նաև Սերժ Սարգսյանի ապօրինի գույքի գործով նոր զարգացումներ եղան եւ ընդդիմադիրները համարում են, որ սա քաղաքական հետապնդում է բոլոր այս քրեական գործերը։ Ինչ կասեք։ Ես բացարձակ արդեն որի-որ անգամ եմ մեկնաբանում այս իրադարձությունից հետո, եթե դու քաղաքական գործիչ ես եւ որևէ ենթադրյալ հանցագործություն ես արել, քեզ որևէ ալիբի չի տալիս քո քաղաքական գործունեությամբ զբաղվելը, որպեսզի քո դուրը չթակեն, քեզ չասեն, «Էս ինչ ես արել»։ Որևէ առավելություն չունի քո քաղաքականությամբ զբաղվել։ Ու առհասարակ մենք նկատում ենք, որ այն մարդիկ, որոնք ժամանակին գողացել են, ապօրինի հարստացել են, որևէ հանցագործություններ են կատարել, հետո մտնում են քաղաքականություն եւ քաղաքականությունը ծառայեցնում են իրենց այսպես որոշակի անձեռնմխելի մնալու կամ քաղաքական իրադարձություն դարձնելու իրենց հետևից գալը, հետապնդումը, հա, քաղաքական այսպես իրադարձություն դարձնելու համար։ Ինչը էլի անազնիվ է այն մարդկանց հանդեպ, որոնք քաղաքականություն չեն մտել եւ արել են նմանատիպ արարքներ, ինչպես օրինակ այս մարդիկ։ Չի կարելի ինչ որ արարք գործել ու ասել ես քաղաքական գործիչ եմ, դուք իրավունք չունեք ինձ ձեռք։ Հիմա այսինքն ես եմ քաղաքական գործիչ։ Պետք է ինձ թույլ տամ, ապօրինի հարստանամ, մարդ գցեմ մեքենայի տակ, ինչ որևէ բան գործեմ, որի համար պատիժ է հասնում, բայց ասեմ՝ մի րոպե, ես քաղաքական գործիչ եմ, ինձ վազնացեք, դա արդար կլինի։ Եվ որպես մեղմացնող հանգամանք անընդհատ փորձում են երեխային շահարկել, հա, անչափահաս երեխա, նույն Արեգնազ Մանուկյանի ձեր գործընկեր որպես կին падգամավոր, այսինքն դա հանցան գործել եւ ասել կին է անչափահաս երեխա։ Ես այս շրջանում նաեւ նկատում եմ սոցցանցերում այդպես որևէ ճնշման փորձ կին հատկապես քաղաքական գործիչների հանդեպ, որ այ ձեր գործընկերոջ հանդեպ sense բան է կատարվում, բայր երեխան։ Իհարկե շատ ցավալի է, որ երեխայի շահը այստեղ տուժում է, հա, ամեն դեպքում, հա, երեխաները պետք է ամեն ինչ անել, որ նրանց շահը լավագույնս պաշտպանված լինի, բայց մյուս կողմից այնպիսի հոդվածով է մեղադրանք առաջադրված Տիկին Մանուկյանին, ցավում եմ, բայց այդպես է, որ հնարավոր է եւ այո որոշակի սանկցիաներ լինի նաեւ տեսակցությունների վրա։ Ես իր երեխայի տարիքը իհարկե չգիտեմ, գիտեմ մեկինը այն հանգամանքով, որ արդեն պետք է բանակ գնար, բայց բանակ չի գնում, ենթադրում եմ, որ որովհետեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացի չէ, բայց երևի երկրորդ զավակել ունի, ով ավելի փոքր տարիք է։ Ցավում եմ, որ երեխան տուժում է որևէ կերպ իր ծնողի ենթադրյալ, հա, հանցագործության կամ որևէ արարքի հետ կապված, բայց մենք նաեւ պետք է հասկանանք, որ սա շատ լուրջ հոդված է եւ որևէ մեկը մեղավոր չէ եւ էլի ալիբի չէ կին լինելը եւ մանկասեք երեխա ունենալը ենթադրյալ գործած հանցագործության համար։ Սամվել Կարապետյանի հայտարարություններին անդրադառնանք, պարզվում է, որ նրանք տրիգեր են սպասում, որ կարողանան իշխանափոխություն անել եւ մեջբերեմ։ Ես նախորդ անգամ ասացի, լինելու է տրիգեր, որն ընդդիմությունը օգտագործելու է։ Իրենք կորցրել են իրականությունը, չեն հասկանում ինչ են անում։ Ինչ տրիգերի մասին է դες խոսքը գնում։ Նրանց քաղաքական գործընկեր մյուս խմբակցության падգամավորները Հայաստան Դաշինքի նախորդ 5 տարիներին փնտրեցին տրիգեր, հայտարարեցին, որ որևէ տրիգերը պետք որ իրենք հասարակությանը ոտքի հանեն ու որևէ բան չկարողացան գտնել, որքան էլ հորինեցին, հա, խաղաղության համաձայնագիրը համարեցին մի ազգակործան բան, ուրեմն թրիփի այդ նախագիծը համարեցին արտատարածքային միջանցք եւ փորձեցին ժողովրդին ահաբեկել, որ սա միջանցք է մեր սուվերեն տարածքից։ Ամեն իրադարձություն փորձեցին օգտագործել անգամ Հայաստանի վրա հարձակումները, կրակոցները
Ադրբեջանի կողմից, ընդդիմությունը փորձեց որպես տրիգեր օգտագործել եւ նրանց գործընկեր պատգամավորներից մեկը իզուր չէր ասում, որ ինքը սարսռում էր, երբ իր թիմակիցները վառվռուն աչքերով այսպես ուրախ գալիս էին, որովհետև Ադրբեջանը կրակել էր, որովհետև մենք զոհ կամ վիրավոր ունեինք, որպեսզի դա դարձնեին տրիգեր, որպեսզի դա դարձնեին քաղաքական ելույթի մի մաս ընդհանրապես բովանդակություն։ Այնպես որ այս ամեն ինչը նրանք փորձել են տարիներով օգտագործել, բայց քաղաքացին հասկանում է ովքեր են իրենք։ Մենք շատ բաց ենք քաղաքացիների հետ եւ ցանկացած իրադարձություն կարողանում ենք բացատրել, ինչի համար է, կարողանում ենք բացատրել մենք ինչ ենք անում եւ դա որևէ կերպ չի կարող տրիգեր համարվել։ Նրանք ամեն ինչը փորձեցին տրիգեր սարքել։ Հիմա այդ նույն կերպ սրանք էլ տրիգերով, այդպես տրիգերի սպասմամբ տարիներով նստելու են, խելոք նստելու են ընդդիմադիր աթոռներին ու դառնալու են իրենց մյուս գործընկեր, երագլխի մյուս գլխի նման մի խմբակցություն, մի ընդդիմադիր խմբակցություն։ Ես չեմ զարմանա, որ նաեւ նրանք տարբեր պաշտոններ վերցնեն խորհրդարանում, չէ որ նրանց հասնում է պաշտոններ, ես չեմ քննադատում սրա համար, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ ասում են մենք ընդհանրապես պետք է ասում են, Նարեկապյան, կնոպկա սխմող պետք է լինի, որ Փաշինյանին հեռաս։ Մենք այդ կնոպկա սխմելու համար ենք գնում։ Հիմա տեսնենք այդ կնոպկա սխմելու համար նրանց պետք է հանձնաժողովի նախագահ լիներ, ազգային ժողովի փոխնախագահ լիներ, հանձնաժողովի փոխնախագահ լիներ, տարբեր պաշտոններ, մեքենաներ, աշխատավարձեր պետք են կնոպկա սխմելու համար։ Հեսա կտեսնենք նրանց երեսպաշտությունը ու այդ պոպուլիստական հայտարարությունները հողի վրա։ Իդեպ, երբ մանդատները վերցնելու որոշում էին կայացրել, Նարեկ Կարապետյանը հայտարարում էր, որ այնպես չի, որ իրենք գնալու են այդպես շատ հանգիստ կյանքով այնտեղ ապրեն կամ աշխատեն, դա ուղղակի է դեպի կալանավայր էսպիսի մի արտահայտություն էր արել։ Այսինքն ազազողությամբ իրենք գալիս են ազգային ժողով։ Այդ նույն հայտարարությունների մասին եմ խոսում։ Գիտեք, այս ողջ ընթացքում այն ընդդիմադիր գործիչները, որոնք նաև մեղադրվել են տարբեր հոդվածներով, նրանց կողքին կային բազմաթիվ ավելի սուր խոսույթով, ավելի մեզ համար անհարմար ընդդիմադիր գործիչներ, որոնց հանդեպ ոչինչ տեղի չի ունեցել։ Իսկ միգուցե որովհետև այդ մարդիկ ոչինչ չեն արել, որ նրանց հանդեպ ոչինչ տեղի չի ունեցել, որովհետև եթե ֆիլտրը ընդդիմադիր գործիչ լինելն է, ապա բազմաթիվ ավելի անհարմար ընդդիմադիր գործիչներ կան, քան այն մարդիկ, որոնց հանդեպ կա որևէ գործընթաց, քրեական որևէ հոդվածով են անցնում։ Այսինքն ֆիլտրը այն չէ, որ մարդը ընդդիմադիր գործիչ է։ Ֆիլտրը արած ենթադրյալ հանցագործությունն է, մեղադրանքն է եւ այդ ապացուցիչության որևէ շեմի հաղթահարումն է։ Այնպես որ պետք չէ, հա, ընդդիմադիր լինելը համարել պուտյովկա, որ դեպի բերդ, այլ պետք է ընդհանրապես ոչինչ չանել, որևէ արարք չանել, որի համար կարող ես պուտյովկա ունենալ բերդ։ Ձեզ անընդհատ անվանում էին թե Նարեկ Կարապետյանը, թե իր հորեղբայրը փոքրիկ խմբակ, տեսանք թե 105 հոգի տեխնացուներից ինչպես ինքնաբացարկ հայտնեցին եւ դուրս եկան այդ ցուցակից, թեև դա էլ գտան ինչպես մեկնաբանել, որպեսզի թիրախ չդառնան, իշխանությունները նրանց չճնշեն, այդ պատճառով են դուրս եկել, գնան իրենց գործերով զբաղվեն։ Տարբեր կերպ կարելի է մեկնաբանել, թե ինչու են որոշ մարդիկ դուրս եկել ցուցակից, կեսը դա լուրջ թիվ է, կամ կարող ենք մեկնաբանել, որ այս մարդիկ ոչ վստահելի մարդկանց են հանել ցուցակից, դա էլ է տրամաբանական, բայց կա նաև երկրորդ վարկած, որ օրինակ այդ մարդիկ հաշտ չեն նրանց օրինակ մանդատները վերցնելու որոշման հետ։ Եվ հետո այդ փոքրիկ խմբակը փաստորեն դարձավ շատ փոքրիկ խմբակ, մնացին ընդհանրապես կեսը եւ չեմ կա իրենց գործն է մեծ հաշվով, ինձ մեկ է իրենք կգան խորհրդարան, չեն գա խորհրդարան, կզբաղվեն քաղաքականությամբ, չեն զբաղվի քաղաքականությամբ, կվերցնեն պաշտոններ, չեն վերցնի, մենք սովորել ենք վատ է, բայց սովորել ենք, որ մենք մեր խմբակցությունով ենք միայն այս ծանր մարտահրավերների դեմ պայքարում, թե արտաքին հարթակներում, միջազգային հարթակներում միայնակ ենք Հայաստանի շահը պաշտպանում, որովհետև մեր ընդդիմադիր գործիչները հրաժարվում էին գործողություններից կամ գալիս էին եւ հակահայկական, հակահայ գործունեություն են ծավալում, հիշում եք բազմաթիվ դեպքեր, երբ որ անգամ համոզում էին այլ պատգամավորներին, որ չքվեարկեն կողմ հայանպաստ որևէ բանաձևի, որտեղ նաև կա օրինակ գերիների հետ կապված կետ։ Այսինքն մենք սովորել ենք, որ միայնակ ենք աշխատում խորհրդարանում, մենք մեզ ընդդիմություն ենք դառնում, մենք մեզ քննադատական աչքով ենք նայում, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացու շահը հանկարծ չտուժի։
Եվ հիմա սրանք էլ ինչ կորոշեն, իրենց գործն է, ցուցակից քանի հոգի դուրս կգա, ով կղեկավարի իրենց հանձնաժողովները, կղեկավարեն թե ոչ, մեզ միևնույնն է։ Իդեպ կարծեք թե վարչապետի ասածները սկսել են սովորել եւ կրկնօրինակել, արդեն հանդիպումները սկսել տարբեր բնակավայրերում, նշանակված է նաեւ Լոռու մարզում իրենց հայրենի ինչ որ գյուղեր էր նշված, որտեղ Նարեկ Կարապետյանը հանդիպման է գնալու, ինչ որ խնդիրների գույքագրում են անում։ Ուզում եմ ասել, որ ընտրություններից հետո եւս գալիս ենք չենք կորել։ Էդ էլ գիտեք հասկացան, որ քաղաքացիները չհասկացան իրենց նախընտրական շրջանի դիրքավորումը ու հիմա մանդատ վերցնել գնալ խորհրդարան, ձեր ձայնը լինել այնտեղ շատ լավ է, որ ընդդիմությունը վերցնում է մանդատը, գալիս է այն առումով, որ խորհրդարանը պետք է ունենա ընդդիմադիր հատված, այդ առումով շատ լավ է, բայց չի բռնում էլի իրար, հասկանում եք, երբ որ դու գալիս ես քաղաքացուն ասում ես հեսա Հայաստանը կործանվում է, հեսա միջանցքը տալիս են, հեսա ամեն ինչ շատ վատ է լինելու, հեսա ադրբեջանցիներ են 100,000-ավոր գալու, հեսա մենք պետություն չենք ունենալու, մեկ էլ գնում ես եւ այդ հեսա պետության մեջ, օրհասական քո նկարագրած պետության մեջ ընդդիմադիր գործիչ ես դառնում, աթոռներին նստում ես, դու Հայաստան չես փրկում։ Դու խոստացել ես, որ հունիսի 8-ին Սամվել Կարապետյան անունով վարչապետ է լինելու եւ նիստ է անելու։ Բայց այդպես բաներ է իր խոստացել։ Եվ ասում էր, որ տես չլինի, վերջ, ժողովուրդ, կործանված եք։ Հիմա քաղաքացիներն ասում են, մի րոպե։ Բա, այս դու ո՞նց ես գնում մանդատ վերցնում ու նստում ընդդիմադիր աթոռներին, ընդունում ես ընտրության արդյունքները, այսինքն սա չնա, դրա համար իրենք գնացել են, գնում են մարզեր եւ քաղաքացիներին փորձում են բացատրել, որովհետեւ իրենք մեծ ռեյտինգ են կորցրել այս ընթացքում։ Շատ անգամ ես ցուցակի կեսը դուրս է եկել ու տարբեր խոսակցություններից ելնելով կարող եմ ասել, որ հենց այդ պատճառով է դուրս եկել։ Անգամ իրենց պատգամավորի տեխնացուն հասկանում եք, դա ավելի մտերմության մեկ level ավելի բարձր է, չէ՞, որ ցուցակում պատգամավորը թիմակիցներ են, որոշակի վստահելիություն, ավելի բուրըն, այսպես ասած, աջակցություն իրենց ծրագրերին, բայց այդ մարդկանց կեսը թողել դուրս է եկել։ Բա քաղաքացին իրենց հասկանալու է, դրա համար հիմա գնում են գյուղ առ գյուղ, քաղաք առ քաղաք, փորձում են մարդկանց գտնել, խոսել, ասել, թե ինչի են նրանք գալիս եւ նստում այս օրհասական ճակերտավոր օրհասական պետության մեջ որպես ընդդիմադիր պատգամավոր։ Խոսենք նաև Ռուսաստանի պաշտոնյաների հայտարարությունների մասին, դիրքորոշումները կարծեք թե մեղմացել է, նույն Մարիա Զախարովան, որ ընտրություններից անմիջապես հետո հայտարարություններ էր անում, թե ընտրությունները այդքան էլ արդար չեն անցել եւ այլն, հիմա հիշել է հայ-ռուսական դարավոր բարեկամությունը, սերը, մեր երկու երկրների միջև մշակութային կապերը, ինչով է սա պայմանավորված։ Ես այն ժամանակ էլ որ լրագրողները ասում էին, այս չի շնորհավորել Պուտինը, որ Ռուսաստանի հետ շատ բարդ է լինելու, մենք կորցրել ենք մեր դարավոր ռազմավարական գործընկերոջը, կորցնում ենք, վատացել է։ Ես այն ժամանակ էլ էի ասում, դուք լսեք Ռուսաստանի Դաշնության նախագահի հայտարարությունը, ով հայտարարում է, որ Հայաստանում ընտրված իշխանության հետ իրենք պատրաստ են շարունակել սերտացնել հարաբերությունները, եւ դա նորմալ է, եւ դա Ռուսաստանի շահերից է բխում։ Ինչու պետք է Ռուսաստանը, այո, որոշակի նաև խնդրանքով էր հանդես եկել Վլադիմիր Պուտինը, որ ռուսամետ Ռուսաստանի անձնագրով մարդիկ կարողանան մասնակցել ընտրություններին։ Գիտենք, այստեղ Ռուսաստանի անձնագիր չունեցող, բայց ռուսամետ ինչ ուժեր կային մասնակցող ընտրություններին, եւ դա էլ է Ռուսաստանի շահերից բխող բան։ Մենք Հայաստանում հայերով պետք է մտածենք, ինչն է մեր շահերից բխում։ Ամեն երկիր իր շահի մասին է մտածում։ Եվ հեչ պատահական չէ, որ արդեն Ռուսաստանի պաշտոնական խոսափողը, Մարիա Զախարովան կառուցողական հայտարարություններ է անում։ Ես վստահ եմ, որ լինելու է նաև Ռուսաստանի Դաշնությունից պաշտոնական շնորհավորանքը եւ դա ամենաերկարը կարող է տևել մինչեւ օգոստոս, երբ որ վարչապետը կնշանակվի ֆորմալ առումով, որովհետեւ Սահմանադրական դատարանը եւս տվեց իր եզրակացությունը, եւ մենք եւս շահագրգռված ենք Ռուսաստանի Դաշնության հետ մեր ավելի սերտ եւ պայմանագրերին համահունչ հարաբերություններով, իսկ պայմանագրերով մեր հարաբերությունները շատ սերտ են, ավելի սերտ եւ դժվար է պատկերացնել։ Այլ բան է, որ հողի վրա մենք ունեցել ենք տարբեր խնդիրներ, տնտեսականից մինչեւ
անվտանգային եւ մենք ենք հորդորը Ռուսաստանի Դաշնությանը հավատարիմ մնալ պայմանագրերին եւ ստորագրված փաստաթղթերին։ Եվրամիության մի կարևոր ուղերձի մասին խոսենք, Կայա Կալասը հայտնել է, որ Հայաստանի համար կստեղծվի Եվրամիության նոր գործընկերային առաքելություն հակազդելու համար հիբրիդային սպառնալիքներին։ Որքանով սա կօգնի Հայաստանին պաշտպանվել հիբրիդային գրոհներից։ Մենք այս նախորդի շրջանում եւս բախվեցինք հիբրիդային տարբեր գրոհներին եւ սպառնալիքներին եւ շատ գնահատելի էր Եվրամիության մեր գործընկերների կողմից Հայաստանին տրամադրված աջակցությունը, նաև երկարաժամկետ աջակցությունը, որը դեռևս իր արդյունքը կտա։ Գիտեք, շատ բարդ է միայնակ դիմագրավել այս նոր սպառնալիքին, որը միայն Հայաստանի դեմ չէ ուղղված, հա։ Այսօր աշխարհում շատ երկրներ են բախվում հիբրիդային սպառնալիքներին եւ դժվար է միայնակ դրանց դիմագրավել, որովհետեւ այդ գործիքակազմը, հարձակման գործիքակազմը շատ արագ է զարգանում եւ դրա դեմ հակաքայլերը դժվար է մեկ պետությամբ, մանավանդ մեր նման փոքր պետությամբ, փոքր ռեսուրսներով պայքարել եւ այսպես հակամարմինը դրա գտնել։ Դրա համար մեզ նաեւ այս ընթացքում աջակցել են ես այդ տարբեր հիբրիդային տեսք ունեցող, հա, այդ հարձակումները, հոդվածները, տարբեր ինֆորմացիաները, որ դաշտ են ներդրվել այս ընթացքում, շատ արագ նաեւ մարդիկ կարող էին գտնել դրա ուրեմն պատասխանը, պարզաբանումը, ապացույցները եւ դա եւս Եվրամիության աջակցությամբ տեղի ունեցող, հա, իրողություններ էր, որը այսպես մասնագիտական աչքով է իհարկե տեսանելի շատը։ Սա մեզ իհարկե կօգնի, մենք գնահատում ենք նաեւ այլ աջակցությունները Եվրամիության կողմից եւ նաեւ տեսնում ենք, որ հողի վրա ավելի մոտ լինելը Եվրամիությանը, մեր Հայաստանի պատրաստակամությունը իր արձագանքն է գտնում եւ ձեռք է մեկնվում Հայաստանին թե ժողովրդավարության ամրապնդման, թե այն բոլոր խնդիրների լուծելու հետ կապված, որոնց մենք բախվում ենք այս ընթացքում, կլինի Իրանի ծաղկի արտահանումը, թե կլինի հիբրիդային սպառնալիքներին դիմակայելը։ Կարող ենք ասել, որ Ռուսաստանը նաև իր դիրքորոշումը մեղմացրեց, քանի որ տեսավ, որ այլընտրանքային ուղիները հենց Եվրամիության հետ մեզ համար բացվեցին, երբ իրենք տոտալ սահմանափակում էին, հա, դրել հայկական արտադրանքի վրա։ Կարող ենք նաև այդպես ասել, որովհետև մենք այն հռետորաբանությունը, որ կար Հայաստանի հետ կապված, թե կուդա վիդենից ես, այսինքն մենք մի աորտա ունենք, մի երակ ունենք, մի կյանքի ճանապարհ ունենք, ու դա դեպի ԵԱՏՄ-ներ, դեպի Ռուսաստաններ, նաև գտնվեցին այլ երակներ, այլ ճանապարհներ, որը Հայաստանին խեղդվել թույլ չի տալիս, հա։ Սա իր իհարկե ազդեցությունը կարող ունենալ, բայց մյուս կողմից նախընտրական շրջանով էր շատ պայմանավորված այս խնդիրները եւ ելի ես դրանում չեմ տեսնում այն այսպես խնդիրը, որը մենք իհարկե Հայաստանում նստած կարող ենք նման բան ասել, որովհետեւ Ռուսաստանի Դաշնությունը իր քաղաքական առաջնահերթությունն ունի, իր երկրի շահը պաշտպանելու անհրաժեշտություն լինի եւ եթե մենք հնարավորություն ունենանք որևէ երկրում որևէ ազդեցություն ամրապնդենք եւ շատացնենք, մենք եւս Հայաստանի շահից ելնելով նման քայլերի բնականաբար կարող ենք դիմել որպես Հայաստանի քաղաքացիներ կամ պաշտոնյաներ, բայց որպես Հայաստանի քաղաքացիներ եւ պաշտոնյաներ Հայաստանում նստած մեզ համար տհաճ է այլ երկրի ազդեցությունները։ Ուղղակի մենք էլ կոչվում ենք պետություն նրա համար, որ մեր պետականությունը, մեր ինքնիշխանությունը պաշտպանենք ամեն կերպ եւ մենք կարողացանք դա անել իհարկե մեր քաղաքացիների հետ ձեռքի, որովհետեւ առանց քաղաքացիների տված վստահության եւ մենք չենք կարող այս ամեն ինչին դիմակայել միանշանակ։ Շնորհակալություն։ Ես շնորհակալ։ Հիշեցնեմ, որ մենք զրուցում էինք Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Հասմիկ Հակոբյանի հետ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար